Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում։ Վագոնի լուսամուտից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավոր մանկությունը։ Ահա եւ Օհանամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխչխկում Օհանամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա։ Ջաղացը ավերվել է վաղուց։ Միայն 3 ուռի եւ մի բարդի է մնացել այն փոքր ծառուտից, որ տնկել էր Օհանամին ջաղացի շուրջը։ Ինչքան անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհանամու հետ եւ զրույց արել։ Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ, անկրկնելի եւ անվերադարձ։ Եվ Օհանամին էլ չկա, վաղուց մեռել է նա եւ թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։ Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհանամի։ Մարդը կերթա, աշխարհը կմնա։ Մեր ջաղացից կես ժամ հեռու Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհանամու փոքրիկ ջաղացը, մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն արվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհանամին ջաղացը եւ նրան կիպտնակը, եւ իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։ Երբ մեր ջաղացն էի լինում, հաճախ այցի էի գնում Օհանամուն, թեյ ու շաքար էի նվեր տանում նրան, որ միասին թեյ խմեինք եւ լսեի նրա զրույցները։ Շատ վաղուց է այդ, շատ տարիներ առաջ, այն պարզասիրտ եւ միամիտ ժամանակները, երբ Օհանամու ծերունի ընկերները գյուղից գյուղ ցուպերը շավիղների քարերին ծեծկելով, քթերի տակ մի հին բան թոնթնալով, կորամեջք ու տնկալով գալիս էին ջաղացը հատկապես Օհանամու ընտիր թյությունից մի չիպուխ քաշելու եւ հնությունից մի երկու խոսք իրար հետ սրտանց խոսելու համար եւ նորից տնկալով վերադառնում էին իրենց գյուղերը։ Պատանի երևակայությանս համար երևում էր լուրջ, մենակյաց Օհանամին, իբրև նահապետական դարերի մի իմաստուն, որ 60 տարիների գագաթից նայում է աշխարհին, միտք է անում աշխարհի բանը, ծխելով իր համբերանքի չիբուխը։ Իմ թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա անցրած ու ապրած կյանքը եւ իր ապրումներից գումարած մտքերը։ Մինչև 40 տարին Օհանամին ապրել էր իրեն պապերի գյուղում, աշխատել էր օր ու գիշեր, ցանել ու հնձել, կողբ ու արանները քիրաքյարվանի գնացել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել եւ որդիներ հասցրել։ 40 տարեկան հասակում գյուղում հողաբաժին եղավ։ Հարուստներն իրենց մեջ բաժանեցին բերրի հողերը եւ ստեր չողերը տվին թույլերին, խեղճերին։ Օհանը զայրացավ, վառեց ու բորբոքեց հողազուրկների արդար վրեժը։ Գյուղի զրկված մասը ըմբոստացավ, հարձակվեցին, ծեծեցին ռեսին ու մի քանի հարուստների։ Գանգատը հասավ քաղաք։ Եկավ կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով ոստիկան։ Հավաքեց ըմբոստներին, բարկացավ, ոտները գետին զարկեց ու քաշեց նրանց մտրակի տակ։ Արյունը կոխեց Օհանի աչքը, ձեռքը ձգեց պատահած քարին եւ նետեց պրիստավի կրծքին։ Ծեծվողները թև առան, հարձակվեցին յասավուլների վրա, զինաթափեցին նրանց, քարահալած արին պրիստավին ու ոստիկաններին եւ գյուղից քշեցին։ Երրորդ օրը, երբ կազակները եկան նրանց ձերբակալելու, նրանք գյուղից փախել էին արդեն, ելել էին սարերը, ղաչաղ էին ընկել։ Կարճ ժամանակի ընթացքում փախստական գյուղացիները մեկ-մեկ իջան գյուղը, ընկան հարուստների ոտները, ներում խնդրեցին եւ ներվեցին։ Օհանը մնաց 4 ընկերով փախստական։ Մի ժամանակ հետո 4 ընկերն էլ եկան, վզները դրին հարուստների շեմին, ներում ստացան, բայց Օհանը մնաց մենակ եւ անսասան։ Նա չզիջեց, մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք, հանձնվել, զղջալ եւ թողություն ստանալ։ Մի օր էլ մատնությամբ մի գյուղում բռնվեց նա, ձեռները կապեցին հետևը, տարան Գյումրի քաղաքը, դատեցին եւ 4 տարվա բանտարկություն վճռեցին։ Երբ Օհանը բանտից ազատվեց, գյուղն եկավ, որդիները հասել էին արդեն, ուժովցել եւ հարստացել, բայց իրեն մենակ զգաց գյուղում։ Չուզեց տեսնել իր դավաճան փոքրոքի ընկերների երեսն անգամ։ Չուզեց մնալ գյուղում,
որպեսզի ստիպված չլինի պատահելու իր թշնամի հարուստներին։ Արդեն բանտում երազել էր մեկուսանալ, աշխարհաթող լինել։ Եվ հիմա բանտից ելնելով վճռեց եւ վերջնականապես տեղափոխվեց ջաղացը եւ միայն շատ անհրաժեշտ դեպքերում ներքյուղ գնում։ Անզոր եղան կնոջ եւ որդիների թախանձանքները, բեկանելու փայփայած նրա իղձը։ Քանի ողջ եմ, այսպես ասաց ու այսպես կտակեց իր որդիներին։ Էստեղ կաշխատեմ կապրեմ։ Երբ մեռա, էստեղ թաղեցեք ինձի, իմ ծառների տակը։ Եվ այսպես աշխարհաթող եղավ Օհանամին։ Այսօրվա պես հիշում եմ իմ այցելած օրերից մեկը, ամառ էր։ Ախուրյանում լողանալուց հետո գնացի Օհանամու մոտ զրույց անելու։ Օհանամին թիկն էր տվել ծառերի տակ։ Մի փոքրիկ արախչին մասնակից ածկում էր նրա գլխի նոսր, ճերմակ մազերը։ Ճակատը շատ կնճռոտված էր երևում։ Ահագին ձյունափայլ մորուքը խառնվել էր բաց կրծքի ալեխառն մազերին։ Ինքն ամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը, Օհանամու հավատարիմ հսկա գամբրը։ Բարև տվի եւ թեյ շաքարը դրի կողքին։ Խոշոմների մեջ կորած խոհուն աչքերով նայեց ինձ։ Գալդ բարի, աղախորս տղա, այսպես էր նա միշտ կոչում ինձ։ Միջօրեի ճպուրներն արևաբորբոք ճռռում էին, կարծես արևի ձայնն էր այդ, կամ ուղղակի արևի ճառագայթներն էին ճռռում այսպես բարկ ու բորբոք։ Ջաղացը ծուլորեն չխչխկում էր, ջաղացի դռանը կապած կարմի խղճուկ էշ, որ եռանդով քսում էր մեջ կպատի անկյունին։ Հավերը քուջուջ էին անում այս ու այն կողմ։ Ինձ տեսնելով մոտեցավ Օհանամու պառավը, որ եկել էր ամուսնուն այցի։ Ես չէ, թող աղենս է, դիմեց ինձ։ Հայ այսօր քեֆ չունի, կսեմ մեջքս կցավի։ Էս չոլում հերիք մնա, ինչի համար։ Թող տուն գա, առոք փառոք ապրի, ջարդվելիք հարցներն ինչի համար են, թող շահեն։ Այսօր ծերությանը դադար չունի, մեկ գլուխ կդատի ու կաշխատի, ինչ պիտի տանի աշխարհքեն։ Կնիկ, հերիք փնփնթաս, քանի հազար անգամ ասել եմ քեզի, ես աշխարհաթող եմ եղել, ես էլ գեղն եկողը չեմ, խոսքս խոսք է, աշխատել, քանի ձեռքս բերանս կհասնի, պիտի աշխատեմ, հո հարստության համար չեմ դատում, իմ աչքս կուշտ է, տղերքս իրանց համար, ես ինձ համար, իմ հացս իմ քրտինքովս պիտի ուտեմ։ Ես քեզնից լավ գիտեմ, որ աշխարհքից բան տանող չի եղել, բայց մենակ թե մարդս այս աշխարհն եկել է աշխատանքի համար, ձեռքս բան, ոտքս գերեզման, պրծանք։ Դե, այս չայ շաքարն առ, սեղան բաց, չայդանն էլ դիր, աղախորս տղի հետ հաց ուտենք, չայ խմենք։ Երբ պառավը գնաց, ես հարցրի. Օհանամի, հիվանդ ես։ Չէ, ջանեմ, մեջքիս ցավը հոնոր չէ, իմ բան է, բանդից եմ հետս բերել։ Հիմի հո տպա ջահություն չենք երթա։ Տվողը ինչ որ տվել է, հիմի քիչ-քիչ ետ կառնի։ Այդպես է աշխարհքիս բանը։ Ես էլ կամաց ճամփակից տգեմ տպա հորս քովը։ Ու չիբուխը խրելով գոտքի ցալքը թեթև շարժումով ոտքի ելավ։ Երթանք պոստանը, մեկ քիչ սող թարխուն խավենք։ Այսօր կնիկս ինձի համար գառով փլավ է բերել։ Ուտենք իրար հետ։ Մարգերին նեղ արահետով քայլում էր Օհանամին, առանց գավազանի։ Նա տակավին գավազան չէր գործածում։ Ասլանը կրնկակող լեզուն դուրս ձգած հետևում էր նրան։ Ես գնում էի նրանց հետևից։ Օհանամին կորակամակ էր արդեն, գլուխը բավականին թաղվել էր ուսերի մեջ։ Հաստ, բայց կարճ ոտները դեռ տոկուն էին ու ամուր։ Ասլանը կապտավուն մազերով աշդահա գամբրը իր տոհմի երրորդն էր, որ ապրում էր այստեղ։ Նրա եղբայրներն ու քույրերն ապրում էին գյուղում, Օհանամու տանը։ Այս Ասլանից առաջ երկու Ասլան ապրել էին այստեղ, իրար հաջորդելով, եւ նրանց թաղել էր Օհանամին բոստանի ծայրում ու վրաները քար ձգել։ Օհանամին թարմ կսկիցով մեկ-մեկ հիշատակում էր նախորդ Ասլանների բարեմասնությունները, նրանց հետ կապված դեպքերը, նրանց անձնազոհ քաջությունները։ Ասլանը Օհանամուց մի վայրկյան չէր բաժանվում։ Երբ իրար չէին տեսնում, անհանգիստ ու ջղայնացած որոնում էին իրար հետ սեղան էին նստում,
Օհանամին ուտում էր իր ճաշը, Ասլանը իր լափը։ Ձմռան երեկոները Օհանամին Բուխարիկի կողքին նստած լուր իր չիբուխն էր ծխում։ Ասլանը նրա ոտների տակ գլուխը թաթերի վրա դրած լուր չիբուխի ծուխի պարույկներին էր հետևում։ Երբ մեկը Ասլանի մոտ Օհանամի արտասաներ, նա աչքերը կբանար լայնորեն, ականջները կսրեր, պոչը կշարժեր։ Օհանամու անունը թինդ էր հանում Ասլանի հոգին։ Վայ թե մեկը Օհանամու բացակայության ժամանակ ձեռք դիպցներ նրա որևէ իրին։ Ասլանի զայրույթին չափ չէր լինում, կհաչեր ու կգազազեր մինչև տեղը գար։ Սակայն ինքը սիրում էր խաղալ Օհանամու իրերի հետ։ Հաճախ այսպիսի հանակներ էր անում։ Թաքցնում էր Օհանամու թյությունի քսակը կամ թաշկինակը եւ սուտքուն մտած ներքին հրճվանքով նայում էր, թե ինչպես իր տերը քրքրում է ամեն մի անկյուն կորցրածը գտնելու, եւ հետո ինքը քնած տեղից ելնում էր, որոնում, գտնում իրը եւ ուրախ բերում հանձնում Օհանամուն։ Մի օր եղբորս երեխաներն Ասլանին բռնել էին դաշտում, ուժով տարել էին մեր տուն, փակել մի սենյակում, առատ միս դրել առաջը, որպիսի այս կերպով սովորեցնեին մեր տան վրա։ Բայց 2 օր Ասլանը գրեթե ոչինչ չէր կերել, անընդհատ ոռնացել էր, մինչև որ մայրս արձակել էր նրան։ Եվ Ասլանն իսկույն խելակորույս սլացել էր Օհանամու մոտ։ Երբ ես մի օր Օհանամուն պատմեցի Ասլանի կրած տանջանքը մեր տանը, նա հանգիստ սրտով ասաց. «Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավուլոր տաս, էլի պիտի պրծնի գա»։ Եվ ավելացրեց. «Էս շուն է, հալա մեկ ասա շուն, էս մարդ արարած չէ, էս կնիկ մարդ չէ, էս շուն է, հավատարմություն, մարդու բնույթն իսկի չի կրնա հասկանաշան բնույթը, մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է»։ Նստեցինք ծառերի ստվերում, Ասլանը սեղանակից էր մեզ, մի փոքր հեռու պպզած։ Մենք գարի ոսկորները նետում էինք նրան, նա էլ ճարպ կորեն այնպես էր դիրքավորում գլուխը, որ ոսկորներն ուղղակի ընկնում էին երախի մեջ եւ մի ակնթարթում հզոր ատամներով փշրում էր ոսկորները։ Օհանամին մի բաժակ ուղի խմեց, մի բաժակ էլ ինձ մատուցեց։ «Խմե, աղախորս տղա, խմե, որ ուրախանանք։ Էս աշխարհքում գլխավոր բանը ուրախասիրտ ելնելն է։ Ուրախությունը բախտավորության կեսն է։ Ինչ որ ելնելու է, պիտի ելնի։ Էս գլխեն ինչ տալացուկ ունենք տխուր ելնելու։ Էս սհատն է մեր ձեռքը։ Քանի էս սհատը մեր ձեռքն է, ուրախ ելնենք։ Մեկ էլ սհատի տերը մենք չենք։ Կարելի է կանք, կարելի է չկանք»։ Օհանամին բաժակը կրկնեց։ «Ես չար բան սիրող չեմ, կռիվ ուզողել մարդ չեմ, ու վիճակիցս էլ շատ գոհ եմ։ Էս ջաղացը, էս կտոր հողը շատ է ինձի համար։ Աշխարհքը որ բաժնեն, կարելի է էսքանն էլ ինձի չհասնի։ Էնքան մարդիկ կան, անտուն, անհող, ետնյալ աղքատ։ Էй գիդի Միրզա Մեհդի, ականջդ կանչե, թե որ ողջ ես։ Թե է պարկել ես հողի տակ, տղերքդ ողջ ելնեն։ Էսպես մեկ տաղ կերքեր բանդի մեջ, 2 տարի մի ալար։ Էդ տաղի խոսքերը մտքիս մեջ տպվել են, 20 տարի է ամեն օր կսեն ինձ ու ինձ։ Կանաչ դաշտի պարզ հոլիկը շահի ոսկե քյոշքից լավ է։ Քրտինքովդ կերած հացը սուլթանների ճաշից լավ է։ Շահիրների մուղամներից քամու ազատ շունչը լավ է։ Հարուստ հպարտ աղբորիցդ սրտամոտ օտարը լավ է։ Լավ խոսքեր են, ասացի ես, բայց ով է Միրզա Մեհդին։ Էն աճամ էր, իմ տարիքիս մարդ էր, կեղծ փող էին գտել քովը, բերել կոխել էին բանտը։ 2 տարի իրար հետ շատ սիրով ապրանք, կողք կողքի, մեկ ամանից էինք ուտում։ Իմ ու քուչ ունեինք, չգիտեմ մեղավոր էր թե փորձանքի մեջ ընկած, բանտում բռնված մեկը չկա, որ իրան մեղավոր հաշվե, ամեն մարդ իրան արդար անմեղ է հաշվում։ Բայց ազնիվ պատվական մարդ էր, իմաստուն մարդ էր, խելքի ծով, շատ երևելի խոսքեր ուներ։
կնստեր թախտի վրա, չիբուխը կքաշեր մի ալար ու կասեր. «Քաշենք համբերանքի չիբուխը, մինչև ազատության դուռը բացվի»։ Ես էլ նրանից սովորեցի այդ խոսքը. ես էլ կքաշեմ հիմի համբերանքի չիբուխը, մինչև… Կնիկ, մեկ հատ էլ լից։ Ընդհատելով իր խոսքը Օհանամին դիմեց կնոջը և լիքը բաժակվերցնելով, կարծես մի վայրկյան մեզնից անջատվելով, հայացքը հառեց հեռուն. «Կենացդ, Միրզա Մեհդի, աղբեր ջան», ասաց և բերանը սրբելով դարձավ ինձ. «Հա, էն կուզեի ասել, աշխարհքը էն գլխից համբերանք է եղել ու կա։ Շատ տեսակի մարդիկ կային բանդը, եփված, աշխարհատես, հայ ասես, թուրք ասես, էլ քուրդ, ռուս, վարժապետ կար, վաճառական, գրել կարդալ գիտցող մարդիկ։ Շատ բան սովորեցի այդ մարդկանցից։ Վաստակացած փողը քու գչե, կրնա ուրիշը գողնա տանի, բայց ինչ որ սորվեցիր, էն քու գտե։ Մեկ լավ ջահել տղա կար, անունը Սարգիս։ Հարազատ աղբերը 40 տեսակ զրկել էր նրան, վերջն էլ հողը ձեռքից ուզեցել էր խլե։ Սարգիսը կրակ էր բացել վրեն, վիրավոր էր արել, բայց չէր սպանել։ Բանտ էին գցել 1 տարով։ Բանն աջողի անուշ տղա էր, գառի պես, պատվով։ Այդ ագահ աղբոր վրա Միրզա Մեհդին ըսավ. ժամանակով աճամի հողը մեկ մարդ կուգա, կիչնի մեկ գեղ ու կխնդրվի իրան դրկից շինեն, հող տան, ապրի։ Գեղի մեծերը կսեն, «Էս հողը քեզի», կսե քիչ է, կսեն էն մեկն էլ քեզի, կսե նորեն քիչ է։ Այն ժամանակ գեղի մեծերը կսեն, «Էй դու ծակաչք մարդ, ահան մեր հանդը առաջդ է, վազե, ինչքան ոտքդ կտրեց, էն քեզի»։ Էս մարդն էլ այնքան կվազե, որ վերջը շունչը կկտրի, սիրտը կպադրի, կընկնի կմեռնի։ Հիմի քու աղբերն է, պատիժն առավ, մահը մոտիկուց տեսավ, այդքանն էլ բավական է։ Մեկ հատ էլ խմենք ու ուսենք հերիք է։ Իմ մեժումիս վրա ինքը խմեց։ Բանտի մեջ մեկ կոտր ընկած վաճառական կար, շատերի փողը կերել էր, ծիծաղու բան էր։ Ում փողը որ կերել էր, նրանց շատերից ամեն օր ուտելիք ու խմելիք կստանար։ Այդ բանի վրա ինքը կսեր, թե ես Նոյ Նահապետի պարտապանն եմ։ Ասել է, թե ջրհեղեղի ժամանակ, երբ որ տապանը ջրերի վրա էր, մեկ մարդ լող է տալիս դեպա տապանն ու գոռում. «Նոյ ջան, ճոպանը գցե, տապանդ ելնեմ»։ Միտքդ չէ, որ դու եղ չունեիր, քեզի միտիկ եղ տվի։ Նոյ Նահապետը չլսելու տվավ ու մտքի մեջ ըսավ. ազատեմ, հետև պտի կանգնի եղը պահանջե, թող ջրի տակն անցնի։ Մեկ ուրիշ մարդ մոտեցավ. Նոյ, ազատի ինձի, դու լավ մարդ ես, էն տարին ալյուր չունեի, մեկ ջվալ ալյուր փող տվիր։ Նոյ Նահապետը տղոցը, թե ազատեցեք, խեղճե, ու մտքի մեջ ըսավ, որ խեղդվի ալուրս պտի կորի, ազատեմ կելնի կաշխատի պարտքը կուտա։ Հիմի էլ էս իմ պարտատերերն են։ Օհանամին չիբուխը լցրեց և մի կումծուխ առնելով ու արձակելով շարունակեց. Էսպես բանտ ըսածդ մեկ հավաք աշխարհք է, մենակ էն զանազանությունը կա, որ աշխարհքում չբռնված գողերն ու արունկտերերն են ապրում, իսկ բանտի մեջ բռնված գողերն ու արունկտերերը։ Բանտի մեջ հասկացա բանի ուղնուցուցը, էն թե ամեն գեշ բաների պատճառն իմուք ունե։ Գեղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության համար, ուրիշի աշխատանքը տանելու համար։ Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմուքուք կա, սեր ու խիղճ չկա։ Այդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող, բանտ, արունհեղություն։ Թուրքը կսե կռիվն ու տեղից է։ Մեկը կուտե, մեկ էլ կաշե, կռիվն էդ տեղից է։ Ես իմ մասիս, հաշիվս իստգել եմ աշխարհքի հետ,
ուրիշ ինչ կնայի անել։ Կռվեցի, բան դրին, մենակ մնացի։ Մենակ մարդ ինչ կարող է անել աշխարհքի սարքի դեմ։ Զարկես, զարկվես, օգուտն ինչ է։ Գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի։ Հիմի իմ ձեռքս առանց ուրիշի բերնից հաց փախցնելու իմ բերնից հացը կվաստակե։ Եվ էլ արդար հացս միշտ կիսել եմ ուրիշի հետ։ Ծանոթ անծանոթի հետ։ Ուրախ աղմուկով թևերը թափտալով եկավ խելառ Մխոն։ Մխո ջան, ասաց Օհանամին, նստի հաց կեր։ Մխոն ենքան ուրախասիրտ է, դարձավ Օհանամին ինձ։ Գիտես, թե ոչ պառավանալ կա, ոչ մեռնել։ Աշխարհքը իրան վրա ծախես 1 կոպեկի չի առնի։ Ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գոհ ու կուշտ մարդն է։ Ամեն բանի հաղթել է։ Մխոն Օհանամու քրոջ որդին էր, մանուկ հասակից որբացած։ Մեծացել էր քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ 30 տարեկան կլիներ, նեղ ճակատով, մեծ քթով եւ բարձրահասակ։ Խելար շունչի մեկն է, գյուղացիները այսպես էին բնորոշել նրան։ Խելար խելոք, խոսում էր անկապ, տակից վրայից, սարից ձորից, սակայն մշտական զվարճ տրամադրության մեջ էր այդ մարդը։ Թվում էր, թե երբեք տխրություն զգացած չէր կարող լինել նա։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով էին երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ էր նրա համար։ Մահն էլ, մահի բոլոր տարրերն էլ, ցավ, հիվանդություն, ծերություն։ Մխոն ապրում էր Օհանամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն էր, մյուս ոտը գյուղում։ Միասին վարում էին իրենց փոքր տնտեսությունը, բաղկացած մի 2 տասնյակ հավերից ու բադերից եւ մի կթան կովից։ Միասին կրանում էին ջաղացքարը եւ սարքի գցում։ Մխոն անչափ նվիրված էր Օհան քեռուն, նրա խոսքին հլու հնազանդ, եւ միայն Օհան քեռու հարցերին էր լուրջ պատասխանում։ Մխոն գդակ չէր դնում, գարուն զմեր։ Մազերը թաղիքի պես կպել էին գլխի մաշկին։ Միայն սաստիկ ցրտերին բաշլուղ էր փաթաթում գլխին։ Երբ գդակ էին տալիս, նա մի կողմ էր նետում, ասելով. Իմ փափախս գտեք տվեք դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս 6 հատ աբասի արժեր։ Գյուղի երիտասարդները յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս հարցնում էին. Մխո ջան, փափախը դուր է։ Եվ Մխոն ամեն անգամ օրական 100 անգամից միևնույն պատասխանն էր տալիս. Ինչը։ Փափախը դուր է։ Ում։ Քու փափախը դուր է։ Փափախս, հա։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլերի տարին էր, թե քերուս ձյու կորած տարին։ Մեկ սատանի քամի ելավ, աշխարհ կառավ մեջ, ջաղցի քարի պես պտցուց ֆռացրեց։ Ես մեմենց քարի տակ մտա, քարը բռնի տապեղա։ Մենակ փափախս տարավ։ Էդ տանելն է, որ տարավ։ Հիմի ով գիտե փափախս որ սարի գլուխն է կորել, որ ծովերու վրեն կտմդմբա։ Ինչ փափախ, 6 հատ աբասի արժեր։ Մխոն սեղանի ափին ծունկի եկած, ձեռքին ընկածը խոթում էր բերանը եւ խնդում էր նայում Օհանամուն։ Մխո գեղն էիր, հարցրեց Օհանամին։ Ով։ Դու գեղն էիր։ Չէ, քերի ջան, գնացել ճամփու վրեն կայնել էի, եկու ղերթացողի հետ մեկի խորաթա ենելու։ Քերի ջան, բարձր ծիծաղելով ավելացրեց, ասին թե հոռոմցի բաթո աղեն մեռել է, մեռել է, և ծիծաղից դողում էր ողջ մարմնով։ Օհանամին աչքերը մի պահ գոցեց, ձախ ձեռքով տրորեց ճակատը և ապա աչքերը վրա սառելով ասաց. Գրող գրփողի մեկն էր, աղքատի շապիկը վրայից հանող, տեղովը, որ արև արեգակլներ էդ բաթո աղեն, էլի մեկ մարդու չեր կրնա տակցնե։ Ողորմի կողքի մեռելներին։ Եվ մի 2 թեից հետո շարունակեց. Լավ կճանչնայի, ինչքան որ ագահ էր, այնքան էլ կծծի էր։ Աշխարհքը իրան տայիր, աչքը էլի մրջունի տարած մեկ գարի հատիկի վրա կլներ։ Ագահ մարդու փորը կրնա կուշտ լնի, բայց աչքը միշտ անոթի կլնի։ Էս մարդը բան էլ չէր ուտում,
միալար կդիզեր ու կդիզեր։ Տղազավակ էլ չուներ, դիզածը մնաց փեսաներին, էդպես է աշխարհքիս բանը, կծծի մարդու վիզը ոչի լկուտե, հողը ուրիշը։ Մարդը գնացական է, ամփոփեց իր մտքերը Օհանամին, նրա լավ գործը մնացական, ասել է ինքն է մնացական։ Այ խոսքի օրինակ, այս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա, բայց չայն անուշցավ, էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարհքը կանուշցնե, թե չէ առանց լավ մարդու աշխարհքը շատ դառն է, օձի լեղի։ Ո՞վ, հարցրեց Մխոն։ Բաթողի վրա է խոսքս, Մխո ջան, որ մեկ բրդուճ հաց տար ուրիշին ինչը կծրվեր, ասաց Մխոն քրքջալով։ Ղուրբան է մեղել այդ ճակատիդ, Մխո ջան, խրախուսեց Օհանքերին մի մեծ կտոր շաքար Մխոյին տալով, որ ղրտ աղմուկով մանրեց ատամների տակ։ Քայլ առ քայլ երեկոյանում էր, լեռները ծփում էին մանուշակի գույների մեջ, արևածաղիկները ոսկե գլուխները կախում էին, դաշտերից ու արտերից դանդաղ տուն էին դառնում շինականները։ Ես վեր կացա գնալու։ Օհանամին ուղեկցեց ինձ մինչև Բոստանի ծայրը, ճանապարհին մի քանի մատղաշ վարունգներ քաղելով ինձ համար։ Բոստանի ծայրին կանգնեցինք։ Օհանամին ծանրությամբ նայեց շուրջը, դաշտերին ու գետի փայլփլուն ոլորներին, դաշտերի մեջ ձգվող շարավիղներին, նայեց հեռավոր լեռներին, որոնց նայել է տասնյակ տարիների ընթացքում, եւ մայր մտնող արևին նայեց, ու չիբուխը վառելով ներս տարավ մի ումբծուղ եւ ապա ծուխ ու հոգոց իրար խառնելով ասաց. Ծերացանք, ասել է եկանք հասանք ծերին, ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարհքի ծերին։ Վնաս չունի, մեկ խնդրանք ունիմ, քանի ողջեմ, ոտու ծերով մնամ, գետնին գերի չլնիմ, աշխատեմ ու էստեղ ջաղացիս դուրը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ ու ամեն օր լսեմ բարի ուրախ լուրեր աշխարհքիս 4 դիերից, ամեն կողմերից, էլ ուրիշ բան չեմ ուզի։ Իմ սիրելի Օհանամի, շատ եւ շատ տարիներ են անցել այն օրերից, շատ բան է խավարել իմ հիշողության մեջ, սակայն անջնջելի է մնացել քո նահապետական պատկերը իմ հոգում, եւ հիշում եմ միշտ քո անմոռատ զրույցները եւ քո համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը աչքիս առջևն է դեռ, եւ քո հանգիստ հնամենի ձայնը ականջում սետակավին։